Այլ հայացք Ուկրաինայում խաղաղության ամերիկյան ծրագրին։ Վերջին շաբաթների ընթացքում միջազգային լրատվականների եւ քաղաքական շրջանակների ուշադրության կենտրոնում ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման ամերիկյան հերթական նախաձեռնությունն է։ Հոկտեմբերի 13-ին Գազայի հատվածում հրադադարի հաստատման վերաբերյալ խաղաղության համաձայնագրի ստորագրումից հետո Շարմ էլ-Շեյխից վերադառնալիս Դոնալդ Թրամփն իր հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆին եւ Փեսային մերձավոր-արևելյան հարցերով իր նախկին բանագնաց Ջերարդ Քուշներին հանձնարարեց մշակել մի նոր խաղաղության ծրագիր, այս անգամ ռուս-ուկրաինական հակամարտության համար։ Կարճ ժամանակ անց ամերիկյան կողմը սկսեց ծրագրի մշակման ուղղությամբ աշխատանքներ տանել։ Ըստ տարբեր աղբյուրների Վաշինգտոնն ակտիվ շփումներ է ունեցել ռուսական կողմի հետ, այդ թվում ստանալով ռուսական դիրքորոշման վերաբերյալ ոչ պաշտոնական փաստաթղթեր։ Այս ֆոնին տեղի ունեցավ Թրամփ-Պուտին հեռախոսազրույցը եւ կողմերը պայմանավորվեցին հանդիպել Հունգարիայում։ Հանդիպման նախապատրաստման շրջանակում տեղի ունեցավ Ռուբիո-Լավրով հեռախոսազրույցը։ Ամերիկյան կողմը ակնկալում էր, որ խաղաղ բանակցությունները կմեկնարկեն հրադադարի անհապաղ հաստատմամբ։ Սակայն ռուսական կողմն այդ պայմանը մերժեց, ինչն էլ ըստ տարբեր աղբյուրների դարձավ Հունգարիայում նախատեսված Թրամփ-Պուտին հանդիպման տապալման պատճառ։ Reuters-ի տվյալով հոկտեմբերի վերջին Ռուսաստանի ուղիղ ներդրումների հիմնադրամի ղեկավար, Ռուսաստանի նախագահի հատուկ բանագնաց Կիրիլ Դմիտրիևը երրորդյա այցով եղել է Մայամիում, որտեղ բնակվում են Ուիտկոֆը եւ Քուշները։ Նրանք ակտիվ քննարկումներ են ունեցել խաղաղության ապագա ծրագրի վերաբերյալ։ Նոյեմբերի կեսին ամերիկյան Axios-ը, այնուհետև Reuters, Financial Times, Economist պարբերականները հղում կատարելով իրենց աղբյուրներին գրեցին ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման Թրամփի նոր ծրագրի առկայության մասին։ Նոյեմբերի 19-ին ԱՄՆ բանակի նախարար Դեն Դրիսկոլը մեկնեց Ուկրաինա ռազմատեխնիկական գործակցության, մասնավորապես էժան եւ արդյունավետ ԱԹՍ-ների զանգվածային արտադրության կազմակերպման ուկրաինական փորձի ուսումնասիրության նպատակով։ Թրամփի հրահանգով նա նոյեմբերի 20-ին հանդիպեց նաև նախագահ Զելենսկու հետ, նրան փոխանցելով խաղաղության ամերիկյան առաջարկը։ Ըստ տարբեր աղբյուրների ամերիկյան կողմը Կիևից պահանջել է համաձայնել ծրագրին, հակառակ դեպքում սպառնալով դադարեցնել հետախուզական տվյալների տրամադրումը եւ զենքի մատակարարումները։ Նույն օրը Թրամփի ծրագիրը հրապարակվեց նաև մամուլում։ Այն կազմված էր 28 կետից։ Նախագծով Միացյալ Նահանգներն անվտանգության երաշխիքներ է տալիս Ուկրաինային, բայց որոշ պայմաններով, թե ինչ չի նշվում։ Ուկրաինան պարտավորվում է չդառնալ միջուկային պետություն։ Ղրիմը, Դոնեցկը եւ Լուգանսկը անցնում են Ռուսաստանին եւ դե ֆակտո ճանաչվում ռուսական, իսկ Խերսոնում եւ Զապորոժիայում շփման գիծը սառեցվում է։ Տարածքների մի մասը դառնում է ապառազմականացված բուֆերային գոտի, դե ֆակտո Ռուսաստանի վերահսկողության տակ։ Կողմերը պարտավորվում են սահմաններն ուժով չփոխել։ Ուկրաինան նաև պարտավորվում է չանդամակցել ՆԱՏՕ-ին, կրճատել զինված ուժերի թիվը 880,000-ից հասցնելով 600,000-ի։ ՆԱՏՕ-ն պարտավորվում է զորքեր չտեղակայել Ուկրաինայում, իսկ Ռուսաստանը չհարձակվել Ուկրաինայի եւ Եվրոպայի վրա։ Միացյալ Նահանգները եւ Եվրոպան Ուկրաինայի վերակառուցման խոշոր ներդրումային փաթեթ կպատրաստեն, որին ռուսական սառեցված ակտիվներից $100 միլիարդ կհատկացվի, իսկ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներն աստիճանաբար կչեղարկվեն։ Հրապարակված փաստաթուղթը բավական մեծ աղմուկ բարձրացրեց թե Ուկրաինայում, թե Եվրոպայում։ Ուկրաինական հանրային եւ քաղաքական շրջանակները ծրագիրը որակեցին ռուսամետ, շեշտելով, թե այն փաստացի Ուկրաինայի կապիտուլյացիա է ենթադրում։ Ըստ New York Times-ի եվրոպացի մի շարք ղեկավարներ Թրամփի պլանի մասին մամուլից են տեղեկացել։ Կիևի եվրոպական դաշնակիցների գնահատականով ներկայացված ծրագիրն անտեսում է ուկրաինական կողմի շահերը, իսկ այն հանգամանքը, որ Եվրոպայի անվտանգության երաշխիքների հարցն իրենց հետ չի քննարկվել, ընդհանրապես անընդունելի է։ ԱՄՆ նախագահը շտապեց հանգստացնել բոլորին, շեշտելով, որ մամուլում հայտնված փաստաթուղթը ոչ թե խաղաղության ծրագիր է, այլ ընդհանրապես խաղաղության հաստատման ճանապարհային քարտեզ։ Ուշագրավ է, որ փաստաթղթի տեքստում տեղ գտած շատ ձևակերպումներ եւս վկայում են, որ այն դեռ սևագիր տարբերակ է, եւ շատ կետեր բավականաչափ մշակված չեն։ Օրեր անց արդեն Ժնևում տեղի ունեցավ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի եւ Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրի Երմակի հանդիպումը, որին ներկայ էին նաեւ Ուիտկոֆը եւ Դրիսկոլը։ Հանդիպման օրակարգում խաղաղության ամերիկյան ծրագիրն էր։ Բանակցությունների արդյունքներով կողմերը հայտարարեցին, որ փաստաթղթի առանցքային դրույթների շուրջ ընդհանուր փոխմբռնման են հասել։ Ըստ Financial Times-ի 28 կետանոց ծրագիրը զգալի փոփոխություններ է կրել, որոշ կետեր հանվել են, մի մասն էլ փոփոխվել։ Մասնավորապես վերանայվել են Ուկրաինայի զինված ուժերի թվաքանակի, Զապորոժիայի ԱԵԿ-ի, պատերազմի ընթացքում կատարած գործողությունների համար համաներման եւ այլ հարցերի վերաբերող կետեր։ Ժնևում տարածքային հարցեր չեն քննարկվել։
Ըստ ուկրաինական կողմի այդ թեման կարող է քննարկվել միայն Զելենսկի-Թրամփ հանդիպման շրջանակում։ Առաջիկայում Ուկրաինայի նախագահը կմեկնի Վաշինգտոն հանդիպելու իր ամերիկացի գործընկերոջ հետ։ Ուշագրավ է, որ Ժնևում ներկա էին նաև Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի եւ Գերմանիայի պատվիրակությունները, որոնք փորձում են խաղաղության սեփական ծրագիրն առաջ տանել, որն առավել կենտրոնացած է ուկրաինական եւ եվրոպական շահերի վրա, սակայն ապարդյուն։ Ժնևյան հանդիպումից 2 օր անց Աբու Դաբիում հումանիտար հարցերի վերաբերյալ ռուսական եւ ուկրաինական հետախուզական ծառայությունների հերթական հանդիպմանը մասնակցեց նաեւ ԱՄՆ բանակի նախարար Դեն Դրիսկոլը։ Վերջինս ուկրաինական ուղղությամբ ամերիկյան քաղաքականության մեջ ավելի ու ավելի ակտիվ է դառնում։ Նա ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի համակուրսեցին է Իրաքում ռազմական ծառայության փորձով եւ համարվում է Թրամփի ամենավստահելի անձանցից մեկը։ ԱՄՆ բանակի նախարարն Աբու Դաբիում ռուսական կողմին է փոխանցել ամերիկյան առաջարկը։ Կարճ ժամանակ անց Ռուսաստանի նախագահը մեկնաբանեց ամերիկյան փաստաթուղթը նշելով, դրա մեջ տեղ գտած դրույթները կարող են ապագա պայմանավորվածությունների հիմք դառնալ։ Նրա խոսքով շատ հարցեր դեռ պետք է բանակցվեն, որպեսզի առաջարկը դառնա կարգավորման լիարժեք ծրագիր։ Առաջիկայում ամերիկյան կողմը շարունակելու է բանակցությունները թե Մոսկվայի, թե Կիևի հետ։ Ուշագրավ է, որ մի շարք հարցերի հետ կապված Կիևի եւ Մոսկվայի տարաձայնություններն արդեն իսկ ակնհայտ են։ Փաստաթղթի սկզբնական տարբերակով նախատեսվում է, որ ռազմական գործողությունները կդադարեն, երբ բոլոր կողմերն այն ստորագրեն։ Սակայն Վլադիմիր Պուտինի խոսքով ռուսական կողմը ռազմական գործողությունները կդադարեցնի միայն այն դեպքում, եթե Ուկրաինայի զինված ուժերը դուրս գան Դոնբասում իրենց զբաղեցրած դիրքերից։ Ուկրաինայի զինված ուժերի դուրսբերումը Դոնեցկի մարզի այն մասից, որը դեռևս ռուսական վերահսկողության տակ չէ, նախատեսված է նաև ամերիկյան ծրագրով, սակայն Ուկրաինան, ինչպես նաև նրա եվրոպացի դաշնակիցները կտրականապես մերժում են այդ պահանջը։ Մյուս հարցը վերաբերում է տարածքների կարգավիճակին։ Պուտինի խոսքով Ռուսաստան-ԱՄՆ բանակցությունների հիմնական կետերից մեկը պետք է լինի Ռուսաստանի կողմից բռնակցված Ղրիմի եւ Դոնբասի իրավական ճանաչումը, ընդ որում միջազգային հիմնական խաղացողների կողմից։ Ուկրաինական կողմը սակայն դեմ է դե յուրե ճանաչմանը եւ պատրաստ է համաձայնել միայն Ռուսաստանի կողմից իր տարածքների դե ֆակտո վերահսկողությանը։ Ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման Թրամփի նոր ծրագիրը դեռ պետք է անցնի երկար ու թեժ բանակցային փուլերով, վերջնական ու փոխընդունելի տեսք ստանալու համար։ Ուշագրավ է, որ Միացյալ Նահանգների վարչակազմը շտապողականություն է ցուցաբերում, փորձելով ամեն գնով գործարքի հասնել։ Ուկրաինան եւ Եվրամիությունը սակայն դժգոհ են, որ այդ շտապողականության պատճառով ամերիկյան կողմը փորձում է լուծումներ գտնել ուկրաինական շահերի հաշվին։ Հատկանշական է նաեւ այն, որ դիվանագիտական այս գործընթացը բավական մեծ ճկունություն է պահանջում նաեւ Կիևից ու Մոսկվայից։ Նրանցից որևէ մեկը չի ցանկանում դառնալ ամերիկյան առաջարկը մերժող կողմ, հաշվի առնելով Թրամփի անկանխատեսելիությունը։ Փորձագետների կարծիքով կողմերի սկզբունքային դիրքորոշումները եւ խոր տարաձայնությունները բավական փոքր տեղ են թողնում հնարավոր փոխզիջումների համար, եւ գործընթացի հաջողությունը մեծապես կախված է լինելու միայն մեկ մարդուց՝ Դոնալդ Թրամփից։